Բարև ձեզ իմ սիրելի YouTube-յան եւ Facebook-յան TikTok-յան ընկերներ, ձեզ ծովինար վեդայական թվահոգեբանն է։ 5 շաբթի օրը լինելու է բավականին լայնածավալ եւ ռուսերեն ֆորմատով եւ հայերեն լեզվով ֆորմատով խորը աշխատանք live ինչպես ժողովուրդը մարդիկ չընկնեն խաբեբաների թակարդը, ինչպես ճանաչեք դուք խաբեբաներին նրանց գործողությունները ինչպեսին կարող են լինել, որպեսզի դուք հասկանաք, ովքեր որ բացում են մի դուռ, որի հետ ընդհանրապես կապ չունեն, ինչ նպատակներով են այդ մարդիկ այդ գործողությունները անում եւ ինչպես են վերցնում վերին ուժերը իրենց այդպիսի խաբեբաների ուժերը, եթե նաև ուժեր ունեին, ինչպես է պատժում, ինչ կարող է լինել հետագայում նրանց հետ, հատուկ ինչ նպատակներով, որ մտել են, դա ինչի հետ կապ ունի, նրանց գործողությունները հատառհար, հատ առ հատ, մենք դա ներկայացնելու ենք եւ ռուսերեն ֆորմատով եւ հայերեն ֆորմատով, երկուսը մեկում եւ լայնածավալ դա տարածվելու է իմ YouTube-յան էջում, իմ բոլոր էջերում եւ նաեւ ռուսական բոլոր էջերում։ Ինչու՞։ Որովհետեւ նաեւ ռուսական մեր նման կան մարդիկ, ովքեր շատ լավ պրակտիկներ են, անի նման, իմ նման եւ նրանք շատ լավ հիմիկվանից արդեն այդ մասին խոսում են, տարածում են, այո, պետք է իրական մասնագետները տարածեն մարդկանց, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչպիսի մարդիկ են իրականում, ում է տրված, ում ոչ եւ ինչու են այդ մարդիկ մտնում այս ասպարեզ այնտեղ շատ է լինելու օրինակներից մեկը դա մտնում են հատուկ բիզնես անելու համար, հատուկ վնասելու համար, ես կպատմեմ բավականին փաստերով, ինչքան մարդիկ են ինձ դիմել, որպեսզի նրանք մտնեն այս աշխարհ եւ երբ որ ես դիագնոստիկա եմ արել, ես ինչ եմ տեսել եւ կարելի է արդյոք փոքր տարիքի մարդկանց մտնել այս ամենի մեջ, իհարկե ոչ։ Դուք պետք է զգուշանաք նաև այսպիսի մարդկանցից, որովհետև մարդ կարող է շատ գիտելիք ունենա, ինքը փորձի ինքը իրանով բացվի, բայց ես այդպիսի մարդկանց չեմ տեսնում այս ասպարեզում։ Դա կարող է հաստատել յուրաքանչյուր ինձ դիտած այսօրվա բավականին շատ տարողներ, ում հետ ես Ռուսաստանից ինձ դիմում են իրանց հետ աշխատում եմ եւ դրանցից մեկի հետ բավականին պրոֆեսիոնալ իմ նման աշխատող մենք դա ներկայացնելու ենք իմ թիմակցի հետ եւ հայերեն ֆորմատով եւ ռուսերեն ֆորմատով, փաստերով եւ օրինակներով։ Այսքանը վայելեք։